Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 30։ Շաբաթ օրը իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի եւ Տիրոջը նվիրված պատվական օր։ Եսայի 58-րդ գլուխ 13-րդ խոսք։ Շաբաթը սուրբ եւ աստվածային հաստատություն է, արտոնություն եւ օրհնություն է, ոչ թե ծանր պարտականություն եւ տանջանք։ Աստված երբեք չի նախատեսել, որ այն մեզ համար բեռ դառնա, եւ այդ պատճառով մենք էլ չպետք է այն այդպիսին դարձնենք ինքներս մեզ համար։ Շաբաթը հաստատվել է մարդկության բարօրության համար, որպես հասարակության մեջ ապրող, բազմաթիվ կարիքներ ու դժվարություններ ունեցող եւ երջանկության կամ դժբախտության վիճակին պատրաստվող մարդկանց համար։ Մարդը չի ստեղծվել շաբաթի համար, ասես դրա պահպանումը լինի որևէ ծառայություն Աստծուն մատուցելու համար, եւ նրան չի պատվիրվել արտաքին ծեսեր պահել իր իսկ իրական վնասի համար։ Աստված առավել մեծ հոգատարություն ուներ մեր հոգիների հանդեպ։ Շաբաթը դարձվել է հանգստի օր, միայն այն նպատակով, որ այն լինի սուրբ ծառայության օր, Աստծո հետ հաղորդակցության օր, փառաբանության եւ գոհաբանության օր։ Հետևաբար, աշխարհիկ գործերից հանգիստը անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք լիովին նվիրվել այս աշխատանքին եւ մեր ամբողջ ժամանակը անցկացնել դրանում, թե հրապարակայնորեն, թե անձնական կյանքում։ Սակայն այդ դեպքում մեզ ժամանակ է տրվում այն բանի համար, ինչը անհրաժեշտ է մեր մարմինները պատրաստելու մեր հոգիների ծառայությանը Աստծո ծառայության մեջ եւ նրանց հնարավորություն տալու համընթաց քայլել այս գործում։ Այսպիսով, շաբաթ օրվա ծառայության մեջ պետք է փնտրենք մեր հոգիների բարօրությունը Աստծո մեջ։ Եթե շաբաթը ստեղծվել է մարդու համար, մենք գիշերը պետք է ինքներս մեզ հարցնենք. ինչ եմ ես բարելավել այս շաբաթով։ Մենք պետք է զգույշ լինենք, որ Աստծո կողմից որպես օրհնություն սահմանված կրոնական ծեսերը չդարձնենք բեռ մեզ կամ ուրիշների համար։ Մենք չպետք է չափազանց խստություն ավելացնենք պատվիրանին եւ չտրվենք դրան հակասող աղավաղումներին։ Այս պատվիրանի յուրաքանչյուր պահպանում պետք է մեկնաբանվի ողորմածության սկզբունքի համաձայն։